Ալիևը ցույց տվեց, որ անում է այն ինչ որ ուզում է անել, հա, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չեն արձագանքել, մինչև այս պահը, որ մենք խոսում ենք, Բաքվում այդ շինծուդատավարության արդյունքների վրա հնարավոր է, որ այս գերիները օգտագործվեն որպես հաղթաթուղթ Փաշինյանի համար ընտրություններից առաջ, ելնուկի բնակչին դե արի բացատրի, որ բան ինչ է իրեն սպասում, հա, իր աչքի առաջ է թողենք ադրբեջանական դիրքերը։ Փաշինյանը եկեք համաձայնվենք, բոլոր ծանր պահերին փախել է։ Մարտի 1-ին է փախել, նոյեմբերի 10-ին է փախել։ Դիցուք իրենք բոլոր քահանաներին հեռացրեցին եկեղեցուց, որոնք հավատարիմ են կաթոլիկ, ով է գնալու ծառայելու։ Հարց այդ իրադարձություններին, էլի, ձեր պայքարը հիմա ում դեմ է կամ ում կողմ է, այսինքն դուք ընդունում եք այն ինչ որ անում է պետությունը, եթե այս ընտրություններում հայ ժողովուրդը պարտվի, հա, մյուս ընտրությունները լինել են մեջլիսի ընտրություններ։ Մեջլիսի ընտրություններ։ Այո։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։ Բարև ձեզ, պարոն Քոչարյան, շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Քոչարյան, փետրվարի 4-ին մենք տեսանք, որ Զայեդ մարդասիրական եղբայրության մրցանակ ստացան Փաշինյանն ու Ալիևը։ Հենց հաջորդ օրը, փետրվարի 5-ին, Ադրբեջանում շինծու դատավարության հետևանքով ազատազրկվեցին ՑՄԱ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Հետո մենք տեսանք, որ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը 20 տարվա ազատազրկման դատապարտվեցին, քանի որ 65 տարին լրացած էին, այդպիսի օրենք ունեն։ Եվ նաեւ մի քանի հայրենակիցներ 16-19 տարի ազատազրկման։ Հիմա սա ձեր կարծիքով էլի մարսվեց, հա, հայ հասարակության կողմից մեդիայի արձագանքի տեսքով սոցիալական հարթակներում գրառումների։ Գիտեք այդ մրցանակը ինչն էր նման, որ ժամանակին ոնց որ ավանսով Օբամային Նոբելյան մրցանակ տվին խաղաղության եւ այնուհետեւ ինքը սկսեց պատերազմել, հա, այստեղ էլ խաղաղասիրության մրցանակը եւ հետագա քայլերը իրար չմրտնեցին։ Ալիևը ցույց տվեց, որ անում է այն ինչ որ ուզում է անել, իսկ Հայաստանի իշխանությունները որևէ ձևով չեն արձագանքել, մինչև այս պահը, որ մենք խոսում ենք, Բաքվում այդ շինծուդատավարության արդյունքների վրա, ինչը ցույց տալիս, որ առնվազն համաձայն են, հա, այդ դատավճիռների հետ եւ իրենք դիտարկում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը որպես ծանր բեռ եւ կգերադասեն, որ այն մնա Բաքվում, քան վերադառնա Հայաստան եւ հնարավոր իրենց շուրջ միավորվեն այստեղ գտնվող արցախցիները։ Կարելի ասել Փաշինյանը ու Ալիևը դա փոխշահավետ գործարք է։ Մյուս կողմից իհարկե պետք չի բացառել այն պահը, որ հնարավոր է, որ այս գերիները օգտագործվեն որպես հաղթաթուղթ Փաշինյանի համար ընտրություններից առաջ, այսինքն ինչ որ ժեստով Ալիևը մի քանի հոգի կրկին ինչպես մենք տեսանք վերջերս ուրեմն ազատի, ներում շնորհի եւ իրենք վերադառնան։ Արամ Սարգսյանը այդպիսի մի գրառում էր արել, որ հնարավոր է նրանք վերադարձվեն բացի Ռուբեն Վարդանյանից։ Չհասկացա Ռուբեն Վարդանյանն ինչ արել Արամ Սարգսյանին, որ Արամ Սարգսյանը որոշել է Ռուբեն Վարդանյանին թողնել Բաքվում, կամ Արամ Սարգսյանը ունի մի տեղեկատվություն Ադրբեջանի ներսից տիրապետում է եւ այստեղ պետք է ածն զբաղվի, հա, այդ չկապեր ունի Արամ Սարգսյանը, որ արդեն գիտի, որ բոլորին վերադարձնել են բացի Ռուբեն Վարդանյանից, հա, այստեղ բավականին հետաքրքիր է, կամ Արամ Սարգսյանը խոստովանեց, որ ինքը Ադրբեջանի հետ որոշակի հարաբերությունների, վստահելի հարաբերությունների մեջ է, որ իրեն այսպիսի տեղեկատվություն են տալիս, կամ ուղղակի ցուցադրում է, որ կցանկանար Ռուբեն Վարդանյանը մնար Բաքվի բանտում։ Բայց դա էլ է հնարավոր, Ալիևը ունի, այսպես ասենք, ներում շնորհելու գործիք, որը ինքը չի կարող օգտագործել, երբ որ գնում է դատավարություն։ Այսինքն մենք պետք է տեսնենք, բայց ելի եմ ասում, այդ դատավճիռները կարելի է անել մի փոքր ավելի ուշ, քան միանգամից այդ Զայեդի մրցանակից հետո։ Հակասությունը շատ մեծ է։ Չնայած կա նաև տարբերակ, դա էլ ասեմ, պետք է փորձել նայել, որ էլի ըստ որոշ կարծիքների դա հապշտապարվեց, որպեսզի Վենցի գալուց առաջ այսպիսի բան լինի, որ եթե Վենցը ինչ-որ բան խնդրի, որպես բարեկամքի դրսևորում, Վենցին մի քանի հոգի, այսպես ասենք, ազատ են տանել։ 3 ՑՄԱ ազատազրկում ստացածներից կային մարդիկ, որոնք մարդ ավելի շուտ ժամանակին օժանդակել է Փաշինյանի գալ իշխանության, հա, մասնակցել ընտրական շտաբի աշխատանքներին եւ ինչպես բոլորի հանդեպ Փաշինյանն էլ այլ ասացված կա չի ներում իրեն արված լավությունը, հա, եւ հիմա փաստորեն նաեւ ձեռքերը լվացել է իրեն աջակցող մարդուց եւ սա
կրկին թող դաս լինի բոլոր այն մարդկանց, ովքեր պատեհապաշտությունից ելնելով փորձում են Փաշինյանին ինչ-որ դեպի լավություն անել, որպեսզի Փաշինյանը վերարտադրվի կամ իշխանությունը ամրանա։ Մենք տեսնում ենք ընթանիք նույն Դավիթ Տոնեյանի օրինակով, նույն Փիլոյանի օրինակով եւ մնացածների, որ ինքը իրենց արած լավությունը չի ներել եւ այդպես առանց աչք թարթելու կարող է համաձայնել, որպեսզի իրենք լինեն անազատության մեջ։ Արեգ Հարությունյանի մասին է խոսքը, այո։ Մենք հիշում ենք, որ 21 թվականին նկարներ կային շտաբից Փաշինյանի, այդպես էլ չմեկնաբանեց, ինչ էր անում ինքը այդ շտաբում, բայց մենք տեսանք, որ նույն Արեգ Հարությունյանը, որը մինչև վերջած հատարում էր Նիկոլ Փաշինյանին եւ որևէ ձևի չէր թողում, որ Արցախում, այսպես ասենք, հակափաշինյանական ցույցեր լինեն, ինքը փաստացի հիմա հայտնվել է ՑՄ ազատագրված եւ իր ընկեր Նիկոլ Փաշինյանը որևէ ձայն չի հանում այդ ուղղությամբ, որևէ ձևի չի քննադատում Ադրբեջանի որոշումը։ Փաշինյանի միակ ցանկությունը վերջնականորեն փակել Արցախի էջը եւ այս դատավճիռը նաեւ իր համար հերթական քայլերից մեկն է, որովհետեւ չկան այդ մարդիկ, ովքեր կերտել են Արցախի անկախությունը, Արցախի գոյամարտում հաղթել են, չկա եւ Արցախի հարցը։ Իսկ հասարակության արձագանքի մասին մի առիթով Ռոբերտ Աբաջյանի արձանի տեղադրման հետ կապված դու գրել էիք, որ նույնիսկ մարդիկ, ովքեր հանդես չէին գալիս ընդդիմական կեցվածքով, որևէ խոսք չէին ասում, հիմա արդեն խոսում են, փորձում են ինչ-որ տեսակետ արտահայտել։ Ձեր կարծիքով հասարակության մեջ սա պարզապես հերթական ինչ-որ իրադարձություն էր եւ անցավ։ Իհարկե հասարակության տրամադրությունը պետք է չափել, հա, որովհետեւ այստեղ բազմաթիվ երանգներ կան։ Տեսեք, Ռոբերտ Աբաջյանի պահով ինչն էր ինձ համար զարմանալի նույնիսկ, որ փաստացի պարզվեց, որ այդ խուլ դիմադրությունը կա։ Ռոբերտ Աբաջյանը ինքը համարում է նաև ոչ մի թիզականության, հա, սիմվոլ, հա, եւ ինչքան էլ փորձեցին ասել, որ այդ ոչ մի թիզականությունը սխալ է եւ այլն բան, փաստացի այդ գաղափարը եւ իր խոսքերը, որոնք նույն արձանի վրա հիմա գրվել են, հա, դիրք անցնելու հետ կապված լայն, այսպես ասենք, սատարում ունի։ Դա նաև շատ լավ է, որովհետև մենք հիմա ոնց որ ունենք երկընտրանք, գերի հանձնվել կամ գերի չհանձնվել, հա, հերոսանալ կամ այսպես ասենք, հերոս նահատակ, թե հերոս գերի, հա, եւ մեզ փորձում են բրթել դեպի հերոս գերի, բայց Ռոբերտ Աբաջյանի օրինակով եւ այն ժողովրդական արձագանքը, հա, այդ արձանի տեղադրման վրա ցույց տվեց, որ ժողովրդի ստվար զանգվածը չի աջակցում այսպիսի բաների, ուղղակի որոշ բաներից հանգամանքներից ելնելով, չգիտեմ, վաղ կա պետական աշխատողի ենթադրենք կամ ինչ-ինչ խնդիրներ ունի քրեական գործեր են իր վրա կամ մտածում է չխառնվել, իրանք ձայն չեն հանում, բայց Ռոբերտ Աբաջյանի պահով դա ոնց որ մի փոքր անմեղ առիթ է, հա, ինքը լայքում է Արցախի հերոսի նկարը եւ ինքը կարող է պետական աշխատողին իրեն որևէ ոչ մեկ բան չի ասել, որովհետեւ Ռոբերտ Աբաջյանը դեռևս այդ ցուցակի մեջ չի։ Այն հասարակությունը նույնիսկ քիչ է արտահայտվում, որը անմիջականորեն պետք է արտահայտվեր, խոսքը գնում է Հայաստանում գտնվող արցախցիների մասին, հա, որոնք ավելի շատ եւ դա հասկանալի է զբաղված են իրենց սոցիալական խնդիրները լուծելով, քան են մնացածով։ Դրա համար այսպես ասենք, նույնը մոտավորապես եղել է, երբ որ Հայաստանում դիմադրության շարժման ցույցեր էին եւ բավականին իշահ Արցախի պաշտպանություն, Արցախի կարգավիճակի, այդտեղ որոշակի տարակուսանք կար, որ Արցախում ում համար է շարժումը սկսել է, որևէ արձագանք չկա, հա, դրա համար որպեսզի այստեղի հասարակությունից ամբողջական ինչ-որ բաներ հարցնել, պահանջներ, պետք է ուղղակի սկզբից բուն առիթ հանդիսացող տեղից ինչ-որ բան լինի, շարժում լինի, որտեղ էլ եմ ասում, Արցախը բոլորիս հայրենիքն է, մենք բոլորս կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը, բայց նաև պետք է բան անել, որ իսկ այդ ղեկավարները հիմա լավն էին, վատն էին, տարբեր բաներ կան, չէ, տարբեր նախագահներ են եղել եւ տարբեր ժամանակաշրջաններ են եղել, բայց ամեն դեպքում այդ միասնական կարծիքը պետք է արտահայտվեր, որը ես ցավոք սրտի երեք չտեսա։ Այսօր էլ չկա։
Ոչ միայն 3։ Այսօր էլ ամեն չկա։ իրադարձություն 1 օրից պակաս է ապրում Սենց Հայաստանում։ ասեմ, մարդիկ ինչ որ ցավ են ապրում, ինչ որ ձևի երևի համակերպվել են, ես ինչ որ բան եմ, ես երբեք չեմ համակերպվել, որովհետև եւ իմ ընկերներն են հիմա Բաքվում, հա, բանտում եւ այն մարդիկ, ում ես շատ եմ հարգում եւ ում շատ եմ հանդիպել եւ իրոք իրենք արած ունեն Արցախի անկախության համար բավականին մեծ գործ եւ ինձ համար ցավ է, որ այդ մարդիկ պետք է հիմա այնտեղ գտնվեն, որովհետեւ անշնորհակալություն է, հա, որ այստեղ դրում են, երբ որ իրենք այնտեղ են։ Սա ուղղակի եմ ասում, տարբեր պատճառներ հոգեբանական կարելի է բան անել, սկսած նրանից, որ մի ժողովրդի մոտ հուսահատություն է, մի ժողովրդի մասնոտ ապաթիա է, մի ժողովրդին մյուս զանգվածին համոզել են, որ Արցախը տվեցինք, լավ կապրենք, հա, եւ սա ամեն ինչը իրար կուտակվում, բայց էլ եմ ասում, քանի որ վերադառնանք Ռոբերտ Աբաջյանին, այդ խուլ բանը կա, դիմադրությունը, խուլ բողոքը կա, հա, եթե այդ պարաթողի վրա ճիշտ սել ընկնի, որ կայծ է պետք որ։ Կայծ է պետք, հա, որպեսզի այդ ամեն ինչը լինի եւ այցերը անդադ լինում են, որովհետեւ ամեն մի մեծ խոշոր շարժումից հետո, երբ որ այն չի ստացվում, մտածում են վերջ այլևս մարդիկ փողոց չեն դուրս գա, մարդիկ համակերպվել են եւ ոչ։ Այսինքն համապատասխան կայծի դեպքում դա կլինի։ Ինչի սա չդարավ կայծ, ճիշտ ասած չեմ կարող ասել, որովհետև ինձ համար մի փոքր տարակուսել է, բայց ես էլի ասացի, կայծ տվողները, ոնց մենք սպասում ենք այդ կայծը, իրենք կայծ չեն տալիս։ Կայծ տվողները նաև ընդդիմական գործիչներ են, ընդդիմությունը Հայաստանում, թե խորհրդարանական, թե արտախորհրդարանական, նաև նոր ձևավորվող ուժերը, հունիսին ընտրություններ են։ Հիմա մենք տեսնում ենք, որ օրակարգեր ստեղծում է միայն իշխանությունը, այնքան շատ, այնքան տարբեր, հենց սոցիալական հարթակում, մեդիաներում, որ հնարավոր չի լինում հակադարձ ինչ-որ օրակարգ ստեղծել։ Ընդդիմությունը ֆինանսական միջոցներ չունի, ձևերը չգիտի, ինչու չի ստեղծվում հակադարձ օրակարգ։ Տեսեք, մի փոքր երևի չեմ ձեր այդ սպահով, այո, ընդդիմությունը շատ խնդիրներ ունի, շատ անելիք ունի, բայց ոնց որ թե ամբողջ դաշտը համաձայնվել է, որ գնում են ընտրությունների։ Այսինքն մինչև հունիս երևի թե այլևս որևէ գլոբալ, եթե ինչ-որ բան չլինի, այսինքն համակերպվել են եւ իշխանությունը եւ ընդդիմությունը, որ հարցերը պետք է լուծվի ընտրություններին եւ բոլորը պատրաստվում են դրան։ Այսինքն 3 ամսում պետք է այդ իրավիճակը փոխվի։ 3 ես սպասում եմ, որ ազատազրկվածների, ծանոթները, բարեկամները, հարազատները եւ այլն դուրս կգան փողոց։ Հա, ինչ որ ձևի բողոքի բան կլիներ եւ բոլորը կմիանան կաջակցեն դրան, այդպիսի բան չկա, ինչի չկա, չգիտեմ։ Միգուցե մտածում են չվնասեն, միգուցե ինչ որ այլ բանով են մտածում։ Որ բողոքի ակցիա եղավ ոչ հարազատների կողմից, բայց եղավ։ Հա, բայց էլ եմ ասում, հարազատներին եմ հասկանում որոշակի չափով, բայց էլ եմ ասում, անհնար է կայծ պահանջել մի տեղից, որտեղ կա անմիջական, չկա անմիջական կայծը, հա, այլ կայծը պետք է ինչ-որ մի հոգի էլ եմ ասում, ասած դուրս գա, գորգու դանկոյի նման, որ սիրտը հանում է, լուսավորելով գնում է, եւ այդ ժամանակ հա մարդիկ հետևից գնալ։ Երբ որ ոչ մեկ չի դուրս գալիս, հա, ոչ մեկ էլ հետևից չի գնալու, այսինքն որպեսզի ինչ-որ դիմադրություն լինի, դիմադրող պետք է լինի։ Իսկ ելի եմ ասում, իմ մի փոքր քաղաքական իրավիճակը այլ ձև է եւ շատերը հիմա մտածում են, որ նույնիսկ այդ Բաքվում գտնվող մարդկանց հարցը հնարավոր կլինի լուծել ընդհանուր իշխանապողությունից հետո գալով իշխանության եւ արդեն մտնելով համապատասխան գործընթացների մեջ, որտեղ շատ ավելի այլ դիրքերից պետք է խոսել եւ ոչ թե պարտավորական հանձնվողական, այլ նախաձեռնող եւ փորձել որոշակի պայմաններ առաջադրել Ադրբեջանի առջեւ, որ ինքը կարողանա ուրեմն վերադարձնի այնտեղ գտնվող մարդկանց։ Հնարավորությունները եղել են, չի ստացվել, լավ չի ստացվել, կամ որոշակի չափով է ստացվել եւ այլն, բայց էլ եմ ասում ներկայային քաղաքական դաշտը գնում է դեպի ընտրություններ, ինձ թվում է մոտակա 1 ամսում, եթե Փաշինյանը օրինակ նույն եկեղեցու դեմ որևէ արդյունքի չհասնի, արդեն այդ եկեղեցու խնդիրը դուրս է գալու օրակարգից մինչև ընտրություններ, որովհետև արդեն ժամանակ չլինի, նախընտրական պայքար է սկսում շտաբերի ձևավորում, քարոզչական եւ այլն բան, այստեղ բոլոր ռեսուրսները ուղղվելու է Փաշինյանի կողմից ազգաբնակության վրա, եկեղեցին ինչ-որ չափով հանգիստ է թողնվելու, հա եթե Աստված չտա հունիսին վատ արդյունքի հասնեն, այդ ժամանակ ուրեմն իրոք խնդիրներ կլինեն ոչ միայն եկեղեցու համար, այլ բոլորիս հետ, որովհետեւ էլի կեսկատակ կես լուրջ ասում են, որ եթե այս ընտրություններում հայ ժողովուրդը պարտվի, հա, մյուս ընտրությունները լինել են մեջլիսի ընտրություններ։ Մեջլիսի ընտրություններ։ Այո, որովհետև Ալիևը բազմիցս նշել է, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան այստեղ
ինչ քանակով պետք է վերադառնել, դա բոլորս ոչ մեկ չգիտենք, նախարարներից մեկը ասում է, որ Հայաստան սպասում է ներգաղթ մեծ, հա, չգիտեմ դա լեզվի սայթակում էր թե ոչ, բայց ներգաղթ լինում է ուրեմն միայն եթե այլ ազգիներն են գալիս տվյալ երկիր, եթե քո ազգն է վերադառնում, դա հայրենադարձություն է կոչվում, հա, կամ անգրագետ են, կամ ուղղակի հետագա պլանները բացահայտել են։ Բացել եմ ասում, Հայաստանը չի լինելու այն Հայաստանը, որը հիմա եղել է, որտեղ եմ ասում, նույնիսկ 1000 ադրբեջանցի եթե վերադառնա Հայաստանի տարածք, դա արդեն խնդիր է առաջացնելու այն իմաստով, որ իրենց պաշտպանողը հաստատ իրենք չեն վստահի հայկական Հայաստանի ոստիկանությանը, հա, իրենք իրենց հետ կբերեն իրենց մարդկանց, հնարավոր է կենցաղային ինչ-որ բախում լինի, հա, որոշակի եւ դա առիթ կտա այստեղ գտնվող ադրբեջանցիներին օգնության դիմել Ադրբեջան եւ գնա գալիս եմ արդեն բոլոր process-ները շատ լավ ծանոթ են, գիտենք դա ոնց է եղել։ Դրա համար էլ եմ ասում, այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այս ընտրությունները գոյաբանական էության ընտրություններ են, այսինքն մենք ընտրելու ենք մնանք հայ, թե մենք ընտրելու ենք մնանք դառնանք, չգիտեմ, թուրքից թուրք էլի, կոպիտ ասած եւ ժողովրդին դա պետք է առաջերտին բացատրվի, սա ոչ թե ինչ-որ քաղաքական կարիերա անելու ընտրություններ են կամ չգիտեմ 1-2% հավաքելու ընտրություններ են, սա այս կուրսը, որը փաթաթվել է մեր մզին, դրանից ինչ-որ ձևի ազատվելու եւ այլ հնարավոր արժանապատվության վերականգնման երկրի չգիտեմ, իրոք իսկ իշխանության վերականգնման քայլեր պետք է արվի։ Որ հասարակությանը պետք է բացատրվի, պետք է ցույց տալ, պետք է ասել, որ այս ընտրությունը միայն ընտրություն չէ, արվում է ձեր կարծիքով, տեսնելով ներկայիս ուժերը, որոնք ինչ-որ գործունեություն ծավալում են, իրենց մասին ասում են, հանդես են գալիս։ Որոշ չափով արվում են, որոշ չափով չի արվում, ել եմ ասում, ներկայապայն դեռևս ժողովրդական լեզվով գազ չեն տվել, հա։ Ժամանակ կա։ Նախընտրականը որոշ չափով կա, որոշ չափով չկա, ել եմ ասում, մի քիչ դժվար է մարդուն բացատրել, եթե ինքը չի հասկանում, հատկապես եթե ինքը սահմանամերձ ինչ-որ տեղեր է ապրում, հա, օրինակ ջերմուկի բնակչին դե արի բացատրի որ բան։ Ինչ է իրեն սպասում, հա, իր աչքի առաջ է թողենք ադրբեջանական դիրքերը, թե այդքանից հետո չի հասկանում ու գնալու է քվեարկի նրան, ով թույլ է տվել, որ այդ առաջխաղացումը լինի Հայաստանի տարածքում, դա էլի ասում ասում բժշկությունը ստեղ անզոր է, այսինքն դժվար է ինչ-որ բան անել, բայց ինտիմության հիմնական ուրեմն աշխատանքը պետք է լինի ոչ թե բացատրություն, այլ գոնե առնվազն հավաքագրել եւ բերել ընտրությանը օրենքի սահմաններում բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն այս կուրսի հետ, իսկ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեծամասնությունը բնակչության չի ընդունում Փաշինյանի քայլերը եւ չի ողջունում այն, ինչ որ իր հետ եղել է։ Դրա համար էլ եմ ասում, մտնել Փաշինյանական դաշտ եւ փորձել այնտեղից ինչ որ մարդ բերել, դա անիմաստ է, էլի դա նույնն է, ոնց որ մտնես ինչ որ աղանդավորական կառույց եւ փորձես իրենց հետ ինչ որ բացատրես, որ ճիշտ է հայրաքելական եկեղեցին, դա ապարդյուն է, իսկ այն մարդկանց, ովքեր դժգոհ են Փաշինյանից բայց ընտրությունների չեն գնում, իրանք են խնդրեմ, հա, այդ մարդկանց պետք է բերել ընտրության։ Եթե իրանք գան ընտրությանը, հավատացեք իրավիճակը փոխվել է։ Եթե իրանք մնան իրենց դիվաններին ասեն, ամեկավշի բան չի փոխվի, սրանք մնալու են, չգիտեմ բան, հա, իրենք մնալու են։ 21 թվականին 100,000-ավոր մարդիկ, չգիտես ինչի, մնացին տանը եւ այդ 100,000 մարդկանցից մի մասը նաեւ ճաշակում է հիմա այդ տուն մնալու հետևանքներ։ Եկեղեցուց խոսեցինք, տեսեք, հիմա գլխավոր խոչընդոտը եկեղեցու համար, որը ստեղծել է իշխանությունը, դա եպիսկոպոսատ ժողովի անցկացումն է, 6 եպիսկոպոս ունի արգել երկրից դուրս գալու։ 10 երևի, որտեղ 4-ն բանտում են, էլի չեն կարողանում։ Այն կարծիքը ունեք, որ այս գործողությունները եկեղեցու դեմ ցույց տվեցին, որ եկեղեցին կանգուն է, իր տեղում է, ավելի շատ ինչ ուզեցին արեցին, ամեն կերպ փորձեցին եկեղեցին թե ներսից, թե դրսից պարակտել, բայց եկեղեցին մնաց իր տեղում։ Իհարկե մենք տեսանք կարգալույց եղած բազմաթիվ քահանաներ, առաջնորդարաներից հեռացվեցին առաջնորդներ, բայց ամեն դեպքում ձեր կարծիքով եկեղեցին մնաց իր դիրքում։ Կանգուն է եւ քանի կանգուն է եւ անսասան է ամենահայոց կաթողիկոսը Նիկոլ Փաշինյանը որևէ բան չի կարող անել, որովհետեւ գիտեք խնդիրը որն է, Փաշինյանը սովոր է մարդկանց հարաբերվել այնպես, ինքը մտածում է մարդկանց մասին, նույնը ինչ որ ինքը իր մասին է մտածում, իսկ Փաշինյանը եկեք համաձայնվենք բոլոր ցանոթ բայերին փախել է։ Մարտի 1-ին է փախել, նոյեմբերի 10-ին է փախել, էլի դեպքեր են եղել, որ բունկերում է հայտնվել եւ սա ուրեմն
ինքը իր արշինով է չափում, բայց երբ որ ինքը հանդիպում է, չգիտեմ, Ռոբերտ Քոչարյանի նման մարդու կամ կաթողիկոսի կամ Սամվել Կարապետյանի, հա, որոնք տեսեք, իրենք շատ հանգիստ կարող էին ընդունել Փաշինյանի պայմանները առաջարկած եւ հանգիստ ապրեին, հա, բայց այդ մարդիկ չկարողացան գնացել սեփական խղճի դեմ, հա, եւ շատ լավ հասկանալով, որ ինչից հետո իրենք գնացին զրկանքների, հա, իրենց ընդունեցին այդ ճակատամարտը իրենց դեմ, հա, եւ պայքարում են իրանց անունի համար, պայքարում են այն առաքելության համար, որոնք իրենք ունեցել են կամ ունեն եւ այստեղ Փաշինյանը շատ բարդ բան է ստացել, որտեղ ինքը մտածեց, ինքը իր ստեղծած միֆերին հավատաց, հա, կաթողիկոսի մասին եւ մտածեց, որ սա չգիտեմ, ինչ որ մաֆիոս, փողասեր, ես իմ վախկոտ ինչ որ անձնավորություն է, որին կարելի է վախացնել, կաշառել, չգիտեմ ինչ անել, բայց չստացվեց, որովհետեւ կաթողիկոսը այն առաքելություն ունի եւ կաթողիկոսը շատ լավ հասկանում է, որ ինքը ոչ միայն իր անձն է պաշտպանում, այլ ինքը պաշտպանում է մի կառույց, որ ունի 1720 տարվա ուրեմն պատմություն, ինքը պատասխանատու է այն ամբողջ հայոց պատմության համար, որի մեջ մեծ դերակատարում է ունեցել հայ առաքելական եկեղեցին եւ հենց այսպես տալ գնալ եւ այստեղ բոլշևիկներով լցված եկեղեցի դարձնել, ինքը այդ քայլի չի գնա, դրա համար էլ եմ ասում, իզարմանը շատերի իհարկե որ կաթողիկոսը այսպիսի ուրեմն դիրք բռնեց, հա, եւ փաստորեն տեսեք փորձեցին 10 եպիսկոպոսով քանդել եկեղեցին, չստացվեց, եկեղեցին հարվածը պահեց, եպիսկոպոսների մեծամասնությունը կանգնեց կաթողիկոսի կողքին, փորձեցին քահանաներով, հայ քահանաների հիթ շքեր տարեցին, բան որ միանուն ասում էին, այս մեկը միացավ, այս մյուսը։ Այտենց ժամը մեկ էլի տեխնոլոգիա էր, բայց հակառակ հարվածը հա եղավ շատ ավելի ուժեղ, որովհետև եթե այնտեղ 20 քահանա, եթե 25, այս կողմից 200-ից ավել քահանա մի քանի ժամում, հա, մի երկու օրվա ընթացքում իրենք իրենց հավատարմությունը հայտնեցին կաթողիկոսին։ Հիմա խափանում է եպիսկոպոսատ ժողով, բայց էլի խնդիր չի, հասկանում եք, որովհետև քանի կաթողիկոսը կա եւ չի փոխում իր դիրքորոշումը, Փաշինյանը որևէ բան չի կարող անել, որովհետև եթե ինքը կալանավորի կաթողիկոսին, ապա կալանավայրը կդառնա վեհարան, հա, ինքը չի կարող ստեղծել ստեղ ներսում Հայաստանի Հանրապետության անվան, չգիտեմ, հայ առաքելական եկեղեցի, որովհետև դա ընդունելի չի լինի ոչ միայն քահանաների մեծամասնության կողմից եկեղեցական, այլ նաև աշխարհի այլ խոշոր ուրեմն կառույցների եկեղեցական կառույցների փորձեցին նույնիսկ արտաքին թեմաներով խաղալ եւ եմ ասում, ես բացայր գրել եմ, ինձ համար անհասկանալի Արամ առաջինի պահվածքը, բայց չկարողացավ Փաշինյանը փոխել Արամ առաջինից այդ ոնց ասեմ համաձայնությունը իր կուրսի հետ, որովհետև վերջին պահին Արամ առաջինը հասկացավ, որ դա ոչ թե լավ կողմից է դիտվելու, այլ շատ վատ կողմից է դիտվելու, դրա համար ինքը փորձեց մտնել ինչ-որ ավելի նեյտրալ, որոշակի sense սատարող հայտարարություններ կաթողիկոսին արեց, բայց այլեմ ասում այնտեղից չստացավ, նույն բանը չստացավ ինքը Կոնստանտինոպոլիսի բանից պատրիարքից, հա, որին շատերը կարծում են, քանի որ Էրդողանը բավականին մեծ ազդեցություն ունի այնտեղ գործող եկեղեցու վրա, մտածեցին, որ կվախենա եւ 20 տարի Փաշինյանին դա էլ ոնց որ թե չի ստացվում, այսինքն նաեւ նրաններ չէ շրջանառվում, որ բայց ասենց ասեմ, նույն դերևս ի պատիվ Սահակ Մաշալյանի, որևէ arczepiskopos Սահակ Մաշալյանի, որևէ, այսպես ասենք, տիրադավ քայլ ինքը չի արել, իսկ Երուսաղեմ պատրիարխը ամբողջապես սատարում է, հա, ուրեմն Գարգին երկրորդին եւ սա նշանակեց, որ այն 4 խոշոր եկեղեցական պատրիարքությունները եւ կաթողիկոսները իրենք Փաշինյանին չեն սատարում, այսինքն դրսի մասը չստացվեց, ներսի մասը չստացվեց եւ սա հիմա ուղղակի պայքար հանուն պայքարի այլ խնդիրել ունի ինքը, տեսեք, դիցուկ իրենք բոլոր քահանաներին հեռացրեցին եկեղեցուց, որոնք հավատարիմ են կաթողիկոս, ով է գնալու ծառայելու։ Սան բարենորոք քահանաները պետք է Հայաստանի մի քանի 100 եկեղեցին պատարակներ անեն, դա հարց է, երկրորդը տեսեք որն է, որ մեր եկեղեցում ծառայող քահանան ինքը կցված չի տվյալ գյուղին կամ տվյալ քաղաքին, հա, այսինքն
եթե իրենք չեն թողում քահանան ծառայի այս եկեղեցում, հանգիստ կարող է գնալ այլ եկեղեցում ծառայություն Մարտիրոսի Աստծուն եւ այդ եկեղեցին մնալու է դատարկ, որտեղ ելի եմ ասում 20 հոգով իրենք չեն կարող փակել այս ամենը եւ տեսեք իրենք ամենական խնդիրն են պատարակ, իրենք արդեն սկսել են կրկնվող տեղեր գնալ կամ կրկնվող քահանաների տալ են բանը եւ սա ելի եմ կարելի ասել, որ դեռևս որևէ ինչ-որ տենց հաղթական քայլ Փաշինյանը չի արել եւ իր մոտ չի ստացվում, ավելին ես ձեզ ասեմ, այդ ողջավորության ալիքի կամ կաշառված լինելու կամ չգիտեմ ինչը այլ հարցեր ունեցողների շրջանը, որոնք միացել են այս կեղծ բարենորոգման ծրագրին, արդեն որոշակի հարցեր են հնչում, մեզ ինչ եք ներքաշել այս ամեն ինչի մեջ, մեզ խոստացել եք, որ այս հարցը արագ լուծվելու է, չի լուծվում։ Հայտարարք են եղել, ատելանք ժողովրդի կողմից, իրանք են տեսնում իրենց վերաբերմունքը, իրանք տեսնում են ենթադրում կարգալույց արած առաջին կարգալույց արած եպիսկոպոսի ինչպես են վերաբերվում եւ մարդկանց մոտ որոշակի բան է առաջանում, որ միգուցե մեզ խաբել են եւ ես ամենայն բանով կարող եմ ձեզ ասել, հաստատ լինելու, որ մի քանի, այսպես ասենք, բաներ փորձել են նվազն բանակցությունների մեջ մտնել մայրաթորի հետ, որպեսզի ինչ-որ ձևի այս անչետակից դուրս գան, որովհետև եմ ասում, շփոթվել են, խաբել են, վախացրել են, կաշառել են եւ այլն, էլի գաղափարական, այսպես ասենք, տիրադավներ շատ քիչ են այնտեղ, ես ձեզ ավելին ասեմ, այն բոլոր էջը, որը վարվում է այդ անունից կամ ինչ-որ հայտարարություններ են արվում, համոզված եղեք, որ այդ 10 եպիսկոպոսներից, 9 եպիսկոպոսներից եւ 1 արքալույցից որևէ մեկը նույնիսկ տեղյակ չի դա որտեղ է գրում եւ ոնց է գրում, այսինքն գրվում է իրաց տեղը եւ իրանք ուղղակի ձայն չեն հանում եւ հիմա բավական շատ հարցեր են առաջանում նաեւ այդ մարդկանց, որ հա հասկացան կաթողիկոսին դեմ եք կամ Արշակ Սրբազանին դեմ եք, իսկ ինչի ձայն չեք հանում, որ օրինակ զինված ուժերից հանվել է այդ հոգեվորական առաջնորդությունը, հա, ինչի դուք ձայն չեք հանում, դա եկեղեցու հետ կապ ունի, թե չունի, ինչի չեք բողոքում այդ հարցի շուրջ, էլի, այսինքն ձեր պայքարը կաթողիկոսի դեմ է, թե եկեղեցու դեմ է փաստորեն ստացվում, որովհետև եթե դուք ձայն չեք հանում, այս ամեն ինչ հետ կապված, այս վերջերս ինչ-որ պատգամավորի եղբայրը առաջարկել է հիվանդանոցներից հանել, հա, այդ մատորները, հաղորդարանները, այսինքն դուք կողմ եք դրա հետ, այսինքն ձեր պայքարը եկեղեցու դեմ էր, ոչ թե կաթողիկոսի դեմ էր, հա։ Նաև կներեք հագուստի հետ կապված, չէ, որ հին հագուստին խաչի ինչ-որ կար, իսկ նոր հագուստի վրա չկա։ Էդ եմ ասում, հարց այդ իրադարձություններին, էլի, ձեր պայքարը հիմա ում դեմ է կամ ում կողմ է, այսինքն դուք ընդունում եք այն ինչ որ անում է պետությունը, դուք մեղադրում եք, որ Եզրաս arczepiskopos-ը ինքը KGB agent է, բա դուք ում agent եք այդ դեպքում, հա, դուք ընդունել եք, որ դուք աշխարհիկ մարդ եք, դուք տեսնում եք, որ պետությունը պայքարում է արդեն հայրաքելական եկեղեցու ընդհանրապես կրոնի դեմ եւ դուք դա ընդունում եք, այսինքն այդ շարքերում կան մարդիկ, որոնց համար դա ընդունելի չի, հա, իրենց ասել են, հեսա բաղ կաթողիկոսին հանում են, քեզ չգիտեմ, քահանայից կսարքենք, ես իմ ինչ-որ բան, քեզ աբեղայից կսարքենք վարդապետ, քեզ ես իմ ինչ-որ բան կանենք, կամ քեզ ինչ-որ լավ տեղ կտգնաս կծառայես բան, խաբել են, շանտաժ են ենթարկվել, ինչ-որ նկար վիդեոն երևի ցույց տվել բան, մարդիկ վախեցել են, հիմա գիտեք ոնց է բոլորը այդպեսի կամքի չունեն, հա, որ դիմադրեն այդ ամեն ինչին, բայց էլի իրենց համար ճանապարհը միշտ բաց է ապաշխարանքի, հա, եւ ինքը կարող են ապաշխարել եւ ապաշխարությունը կընդունվի, եթե իհարկե սրտի արվել, քրիստոնեությունը հենց դրա մասին է, հա, որ պետք է ներել այն մարդկանց, ովքեր հասկացել են, որ սխալ են արել, եւ այդ ճանապարհը կա, այդ ճանապարհը պետք է բաց լինի եւ դրա համար նաեւ ողջունում կաթողիկոսի այն քաղաքականությունը, որ ինքը միանգամից չի պատժում, հա, այդ թողում է, որ բավականին երկար ինչ-որ ժամանակ անցնի, որպեսզի օրինակ ինքը հաստատվի, մարդը դա ինքնակամ արել, թե մարդուն պարտադրել են, ստիպել են եւ ինքը պատրաստ է ընդունել։ Որպես օրինակ այդ ոսկետափի եկեղեցու քահանաներ, հա, որ մի բանարան միացավ, մյուս բան հասկացավ, որ սխալ է անում, անի եւ ել եմ ասում, ես սպասում եմ, որ մի քանի քահանա, որ մի քիչ լարվածությունը իջնի, իրենք առնվազն կապաշխարեն եւ կվերադառնան մայր եկեղեցի։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։